Okay, այս է սենց։ Ուրեմն ժողովուրդ անցած 10-ին, այսինքն ձեր մոտ քննություն էր, ու ես եկա այդ քննությանը, ճիշտն ասած համ դուրերս եկավ, համ օրինակ բաներ կար, ասեցին ձեզ, որ ինքը հասկանում է էլի, ինչ հարց որ տալիս ենք չի կարողանում պատասխանի, ուրեմն պիտի պարապի։ Հուսով եմ նայել եք այդ սաղ, որովհետև այսօր JavaScript-ում կարևոր բան պետք է անցնենք, դուք 0-ից սարքել գիտեք, չէ՞։ Պրոյեկտ։ Ես մի հատ 0-ից սարքեմ, որովհետև այդպես մենակ JavaScript-ի չունեմ։ Լսվում է, չէ՞, նորմալ է, չէ՞ սա։ Okay։ Okay, точно, չէ՞ սա։ Էլ բան ունեմ անելու։ Ամեկը կարամ CSS սարքեմ։ Մի վարքյան։ Լավ CSS page։ Okay։ Ուրեմն JavaScript-ում, հեսա մի վարքյան, ինձ մի րոպե ժամանակ տվեք։ Ձեր մոտ մենակ այս էկրանն է, չէ՞ երևում ժողովուրդ, այս որ բացած է կոդը։ Okay։ Okay, ուրեմն անցած անգամ որ մենք էլի meeting էինք արել, քննություններ JavaScript-ի հետ վերաբերող, եթե ճիշտ եմ հիշում։ Այնտեղ դուք անցել եք մինչև վերջի դասը էլի ես էի տվել, switch case, մեկ էլ while do while, ճիշտ է, չէ՞։ Հիշում եք կրկնել եք այդ switch case-ը նորմալ հասկացել եք։ Նայել եք նորից, թե մի հատ ասեմ նորից, նոր անցնենք առաջ switch case-ը։ Չեմ լսում։ Ժողովուրդ չեք ասում, հասկացաք, թե չհասկացել եք, հիշում եք, նորմալ է, սա խմի որ հարց տամ կասեք switch case-ի վերաբերյալ մի երկու բան։ Ժողովուրդ։ Լսում եք հիմա ինձ։ Կարող է ես ձեզ չեմ լսում։ Մի րոպե։
Հիմա որ խոսակ պետք է որ լսեմ ձեզ։ Ահա։ Փաստորեն այս համակարգչի դինամիկ ուղղակի ճիշտ չի աշխատում այդքան բան։ Հա, ինչ էի ասում։ While do while-ը ու switch case-ը հասկացել եք։ Okay, այսինքն չասեմ էլ ոչ մի բան։ Թե մի հատ всё-таки կրկնենք նոր գնանք առաջ։ Ոնց ուզեք այտենց կանենք։ Okay։ Սա ինչը հելավ նորմալ է։ Ուրեմն տեսեք, այսօր անցնելու ենք ֆունկցիաներ, հա, ինքը JavaScript-ում JavaScript-ը ունի գործիք, որին որ մենք ծրագրավորողներս անվանում ենք ֆունկցիա։ Ուրեմն ինչ է ֆունկցիան, սովորական կյանքի օրինակով էլ ինքը պարզ բան է, այսինքն օրինակի համար մենք բոլորս կոպիտ եմ ասում, գիտենք սուրճ դնել, չէ՞։ Ու երբ որ մեզ ասում են օրինակ սուրճ է պետք, կամ օրինակ երբ որ պետք է մամային օգնել կամ ինչ-որ մեկին որ սուրճ տնենք, մենք ինքնըստինքյան գիտենք հետագա բոլոր գործողությունները, այսինքն մեզ մենակ կանչում են, ու մենք գնում այդ գործողությունը անում ենք, օրինակ երբ որ հարկավոր է լինում։ Okay, այսինքն JavaScript-ում էլ ֆունկցիաները դրանք գործիքներ են մեր համար, որպեսզի մենք կարողանանք ինչ որ գործողությունների շարք գրենք ֆունկցիաների մեջ, ու երբ որ մենք կանչենք այդ ֆունկցիան կատարվի եւ կատարվի այն գործողությունները, որոնք որ մենք արդեն իսկ տվել ենք, որ ֆունկցիան կատարի։ Okay, ինքը sense որ ասում են բառերով բարդ է թվում, բայց գործնականում ինքը շատ հարմար է օգտագործվում ու շատ հեշտ հասկանալի է, հա, ֆունկցիաները։ Համարավանդ երբ որ հասկանում ենք ինքը ոնց է աշխատում, ավելի հեշտ է իրանք կիրառելը առհասարակ։ Օրինակի համար ֆունկցիաները, լավ, սկզբից ֆունկցիաները, ոնց են ստեղծում ֆունկցիաները։ Իրանք գալիս են հենց այս բառից JavaScript-ում, function։ Գրում ենք function, սա նշանակում է JavaScript-ում մենք JavaScript-ին հրամայում ենք ստեղծել մեր համար ֆունկցիա։ Երկրորդ, երբ որ մենք արդեն գնում ենք հեռու բառից, պետքա տանք ֆունկցիային անուն, հա, ինչ որ որևիցե անուն։ Կգրեմ say hello։ Սա անգլերենից նշանակում է ասա բարև։ Okay։ Դրանից անմիջապես հետո դնում եմ ես այս ձևավոր փակագծերը ու մտնում եմ ֆունկցիայի մեջ։ Այստեղ արդեն այս Visual Studio-նից հուշում է ինչ գրեմ, բայց ամեն դեպքում ասեմ, ինքը լավ բան չի անում, որ հուշում է։ Ուրեմն այս ֆունկցիայի ներսում գրել եմ say hello ֆունկցիայի անունը, հələ որ ես մենակ իրան ստեղծել եմ։ Ու ներսում արդեն ձևավոր փակագծերի ներսում պետք է ասեմ, թե իմ ֆունկցիան ինչ գործողություն անի։ Այստեղ console log-ում գրում եմ, որ բարևի hello world, okay։ Բայց այս ֆունկցիան տվյալ պահին ինքը չի աշխատելու այնքան ժամանակ, մինչև որ կանչ չստանա, հա։ Ուրեմն իր կառուցվածքը, մի հատ էլ եմ ասում, ինքը բաղկացած է բառից, որը որ մենք պետք է գրենք function բառը, որպեսզի JavaScript-ը հասկանա, որ մեր համար պետք է ստեղծի ֆունկցիա։ Հետո տալիս ենք ֆունկցիային անուն, այսինքն փակագծերով, հա։ Այս փակագծերը հեսա կասեմ ինչի համար է։ Ու զուտ կառուցվածքին ծանոթանանք ու հետո ասեմ այս փակագծերը ինչի համար է։ Ու փակագծեր ենք դնում ու ֆունկցիայի ներսում գրում ենք այն գործողությունը, երբ որ ֆունկցիային կանչ լինի, ֆունկցիան աշխատի։ Բայց հիմա ինչ է նշանակում այս փակագծերը։ Այս փակագծերը մեր ֆունկցիային ինչ որ պարամետրեր փոխանցելու համար է, հա։ Այսինքն տվյալ պարագայում, քանի որ մեր ֆունկցիան բարդ չի, ինքը մենակ խոսելու համար է, հա։ Իսկ ինքը օրինակի համար լեզու ունի, որովհետև console log հրաման ունի JavaScript-ը ու մենք այս ֆունկցիան շատ པարզ ֆունկցիա է, մենք իրան ոչ մի պարամետր չենք փոխանցում, բայց ոնց որ այն վաղտ ասեցի, հա, կյանքի օրինակը, որ երբ որ մեզ ասում են սուրճ պատրաստելու համար, մենք արդեն գիտենք, չէ՞, ինչ պետք է անենք, օրինակ, բայց կարող է մեզ պետք լինի չայնիկ Java բանը, հա, Jazwick-ը, որ ինչի մեջ որ պետք է դնենք, այդ Jazwick-ի տեղը չիմանանք ու մենք պետք է հարցնենք։ Իսկ կարող է մամաները մեր դրա մասին ավելի շուտ գլխի են ընկնում, որ մենք չենք իմանա տեղ ու մեզ միանգամից ասում են, որ օրինակի համար այն վերևի դարակում է, հա։ Ու այս կյանքի օրինակ է, պարամետր փոխանցելը։ Նույնն էլ JavaScript-ում, երբ որ մեզ օրինակ պետք է որ դրսից ինչ որ մի բան կամ օրինակ պարտադիր դրսից ու հենց այստեղից ինչ որ մի բան փոխանցենք, հա, մենք իրան չնայած մենք պետք է իրան փոխանցենք հիմնականում պարամետր ինչպես փոփոխական, հա, ստեղծեմ խոսքի A ու B, ու այս A-ին ու B-ին ինչ ուզեմ, կարամ վերևից փոխանցեմ։ Ու իմ ֆունկցիայի ներսում փոխանցված պարամետրերը կլինեն հասանելի։ Հիմա դրան կանրադառնանք, մինչև այդ ոնց ենք կանչում ֆունկցիաները։ Ֆունկցիաները կանչելու համար մենք պետք է գրենք ֆունկցիայի անունը
ու դնենք այսպես կլոր փակագծեր։ Այս ֆունկցիան կկանչվի ու այս իմ կոնսոլ լոգը կտպի հենց որ կոդը աշխատի, հա, որովհետև ես ունեմ ֆունկցիա, որի անունը say hello, իր ներսում կա գործողություն, որը որ կոնսոլում պետքա բարևի մեզ, իսկ դրսում ես կանչել եմ արդեն իմ ֆունկցիան։ Ներսում ֆունկցիա կանչել չի կարելի, որովհետև կընկնենք ռեկուրսիայի մեջ, հա։ Չնայած ամենադեմից չենք ընկնի ռեկուրսիայի մեջ, բայց ամեն դեպքում երբ որ օրինակ մենք ներսում ունենանք կանչ ֆունկցիայի ու դրսից էլ կանչենք, ընկնելով ռեկուրսիայի մեջ անընդհատ ինքը իրան կանչի ու կոպիտ ասած այդ ռեկուրսիային դեռ կհասնենք։ Ամեն դեպքում այդպիսի բան հələ չենք անում։ Հələ նոր ենք սովորել ֆունկցիան, կանչում ենք, իրան ստեղծում ենք ֆունկցիա բառով, տալիս ենք անուն։ Պարամետրի պահը մի փոքր ուշ կփորձեմ, եթե հասցնենք ինչ որ պետքա սովորենք, կասեմ։ Դնում ենք ձևավոր փակագծերը, ներսում գրում եմ արդեն գործողությունը, որը որ պետքա կատարվի, ու դրսում կանչում եմ արդեն իմ ֆունկցիան հետևյալ կերպ։ Գրում եմ անունը ու դնում եմ փակագիծ։ Սա իմ ֆունկցիան կանչելու է մի անգամ։ Այսինքն այս ֆունկցիաս աշխատելու ընդամենը մի անգամ։ Հետագայում ավելի շատ աշխատելու համար դե գլխի կընկնեք, որովհետև արդեն ահագին բան գիտեք ու ուրիշ ձևեր էլ կան իրականում, կարանք ցիկլով, հա, օրինակ ցիկլը պետք է 10 անգամ կանչեմ ես այս ֆունկցիան, հա, մի հատ for ստեղծեմ, ստեղ ներքևը գրեմ let in հավասար 0, in փոքր է 5-ից i++, հետո ստեղ ներսում կանչեմ իմ say hello-ն 5 անգամ ու 5 անգամ այս ցիկլը կպտտվի, 5 անգամ իմ կոնսոլում կտպվի այս։ Եկեք գնանք հասկանանք ոնց է աշխատում։ Հեսա hello world կողքը 5, այսինքն 5 անգամ իմ ֆունկցիան աշխատել է։ Պարզ է, ժողովուրդ։ Արձագանքեք հիմա ու սպասում եմ հարցերի, որ ավելի լավ բացատրեմ։ Ինչը թերի մնաց, ինչը չէ։ Լսում եմ։ Պարզ էր ֆունկցիան։ Ինչ էր ֆունկցիան վրեժ։ Հա, այդ պահը ուղղակի մի ֆիքսի, այդ ռեկուրսիայի պահը, որովհետև մենք ուրիշ տասով ֆունկցիան ու ռեկուրսիվ ֆունկցիաները անցնելու ենք, ինքը պետքա գալիս, հա, ծրագրավորման մեջ, երբ որ օրինակ ֆունկցիայի ներսում ֆունկցիա էս կանչում, կամ ֆունկցիան հենց ինքն իրեն է կանչում ինչ որ մի հատ բայց, հա, այդ դեպքում ուրիշ գործողություններ է կատարվում ու այդ պարագայում մեզ անպայման պետքա գործիք, որը որ կկանգնացնի դա, հա, հետո կասեմ, որն է այդ գործիքը։ Հիմա, քանի որ նոր անցնում ենք ֆունկցիա, ես բացատրում եմ իր կառուցվածքը, հա, ոնց կարանք ստեղծենք։ Ստեղծում ենք մի հատ փոքրիկ ֆունկցիա, հələ որ դուք ձեր մոտ ունեք, չէ՞, համակարգչեր, կարող եք, չէ՞, զուգահեռ փորձել ինձ։ Փորձել եք, մի հատ գրեք, հասկացեք ոնց է աշխատում։ Այս ենք սա։ Գրում ենք ֆունկցիա, անուն ենք տալիս ու ներսում ինչ-որ մի հատ գործողություն։ Արել եք էսի, ունեք գրած ձեր մոտ։ Okay, ոնց ենք կանչում, ով կհիշի։ Ֆունկցիայի անունը, մենակ ֆունկցիայի անունը ու վсё։ Մեկ էլ փակագծեր։ Շատ լավ։ Okay։ Հիմի, տեսեք, անցնենք լավ պարամետրերի պահ, հա, այսինքն ես որ գրել եմ say hello, ուստեղ փակագիծ եմ դրել, ինչի համար է ինքը ինձ պետք ու ոնց կարամ ես իրան օգտագործեմ։ Տեսեք, մի քիչ ներքև եմ դնում ֆունկցիան։ Այ, այսինքն։ Հիմա վերևում ստեղծում եմ փոփոխական let name, որը որ հավասար է, օրինակ Armen, հիմա անուն եմ գրում։ Okay։ Հիմա տեսեք, ես ունեմ անուն, ես ստեղծում եմ surname, ինչ որ ազգանուն, իմը կգրեմ Նարիմանյան։ Ու հիմա ես ուզում եմ, որ իմ ֆունկցիան, երբ որ կանչ ունենա, վերցնի իմ անունն ու ազգանունը, կոնկատացնի, այսինքն միավորի իրար, բայց մեջտեղը ունենա բացատ, հա, այսպես ասած, որովհետև երբ որ անմիջական գումարում ենք անում, իրար keep են, հա, չունեն բացատ անունը ազգանունը իրար մեջ։ Okay, հիմա ոնց պետք է անեմ, որ իմ ֆունկցիան
հասկանալու է։ Ժողովուրդ կարող է իմանաք ոնց անեն, որ այս հուշումները չլինի։ Ես սպասեք։ Սենց երևի։ Okay, շատ լավ։ Տեսեք, հիմա ոնց պետք է այն ֆունկցիային հասկացնեմ, որ այն ֆունկցիան ունի կատարելու գործողություն, ու այդ գործողությունը պետք է կատարի այն բանի հետ, ինչը որ իրանք կտանք, երբ որ իրան կանչենք։ Երբ որ ասենք ֆունկցիա արի, իր ձեռը կտանք համել երկու հատ տոպրակ, կասենք տար, օրինակ։ Հիմա ես պետք է ներսում, երբ որ դրել եմ այս ֆունկցիայի փակագծերը, հա, տեսեք, երբ որ JavaScript-ում գրում ենք ինչ-որ մի բան ու կողքը փակագծեր կա, հիմնականում երբ որ հանդիպում ենք նմանատիպ բանի, հասկանում ենք, որ գործ ունենք ֆունկցիաների հետ։ Հիմա ներսում փոխանցում եմ name-ը ու surname-ը, որը որ սարքել եմ, հա, ես։ Այսինքն տեսեք, հիմա հələ որ ես ստեղ տվել եմ, որ երբ որ իմ ֆունկցիան գա, ինքը ունենալու է name ու surname, հա, տվյալ պարագայում տեսեք JavaScript-ը չի կռիվանում մեր հետ, երբ որ մենք տալիս ենք, բայց չենք փոխանցում, հələ որ, հա, տեսեք, հիմա ոնց անեմ, որ հասանելի լինի այս փակագծերի ներսում իմ name-ն ու surname-ը տվյալ պահին հələ որ հասանելի չեն, հա, ես կարամ իրանց հետ գործ անեմ, բայց իրանք հələ որ null են։ Հիմա որ ես տպեմ, տեսեք, name ու surname, չէ, հասանելիություն միգուցե ունենան, հեսա հասկանանք, եկեք կանչեմ, հա, say hello-ն, այսենց, տեսնեմ ինչ կտպի, իրար հետ հասկանալով գնում ենք առաջ, գալիս եմ ստեղ, ասում է undefined, ասում է դու, ես կանչել եմ ֆունկցիա, տվյալ պարագայում, տեսեք, խնդիրը շատ բարդ չի, ինքը պարզ է, բայց ես կուզենամ, որ դուք հասկանաք ու գոնե մեկնաբանեք, թե ինչի համար հիմա դեռ հասանելի չեն այստեղ։ Այս console log-ը ինչի համար չի տեսնում n name-ն ու surname-ը, ինչը որ ես ստեղ ստեղծել եմ, հա։ Ուրեմն ստեղծել եմ վերևը let-ով երկու հատ փոփոխական name, surname։ Ներքևում ստեղծել եմ ֆունկցիա, որը որ պետք է ստեղ եկենք print full name, հա, իմ ֆունկցիայի անունը, ասում եմ տպիր ամբողջական անունս, print full name, okay, լավ, ինչ որ է, պալի տեղա, իմ բանը, Visual Studio-ս խաբար տվեց իմ հարցի պատասխանը, ինչը որ ես ուզում եի ձեզանից լսեի, բայց հուսով եմ եկեք դնեմ ու հուսով եմ, որ դուք կռահել եք, որ մենք պետք է ֆունկցիային կանչելուց փոխանցենք մեր փոփոխականները, որպեսզի ֆունկցիայի ներսում արդեն երբ որ ֆունկցիան աշխատի, այս name-ն ու surname-ը լինեն n name-ն ու surname-ը, ինչը որ մենք դրսից արդեն ֆունկցիան կանչելուց փոխանցել ենք։ Պարզ է, ժողովուրդ։ Պարզ էր։ Okay, մի հոգի արձագանքեց, մնացածին պարզ էր։ Շատ լավ։ Հիմա որ ես ձեզ խնդիր տամ, ով կարա լուծի ու էկրանը բացի տեսնեմ, կամ եթե բոլորը տանեք ավելի լավ, բոլորինը թերթով նայենք։ Տեսեք, ինչումն է խնդիրը։ Հիմա ասեմ։ Իվարկյան։ Ուրեմն ունենք ֆունկցիա, որը որ հաշվելու է մեր համար թվի քառակուսի, հա, կամ երկու թիվ ենք։ Տեսեք, պետք է ունենանք ֆունկցիա, որը որ պետք է սպասի դրսից պարամետր, ես ջնջել եմ ամբողջությամբ, որ փորձեք հիշելով։ Մենակ կգնեմ այս մի բանը, ֆունկցիա name, ինքը իր կառուցվածքը, որ եթե պետք է նայեք, մոռանաք նայեք, հա, ուրեմն ինքը ոստեղ կունենա ինչ-որ գործողություն ու պետք է իրան կանչենք name։ Okay, name-ը կանչում եմ, տպում է ինչ-որ բան։ Տեսեք, ուզում եմ, որ ստեղծեք ֆունկցիա, որը որ կընդունի երկու պարամետր, հա, այդ պարամետրները կլինեն թիվ։ Այսինքն, ես երբ որ տեսեք, պարտադիր չի, հա, մեկ էլ հա, ինչ պետք է ասեի։ Տեսեք, պարտադիր չի, որ ես ունենամ հայտարարած թիվ, հա, օրինակ ստեղ, որպեսզի ես իրան կարողանամ փոխանցեմ ֆունկցիային, հա, let 10b, օրինակ function sum, վայ, որը որ այսպես մի հատ բան կունենա, կգրեմ console log-ում այն բանին x-ին գումարած y, ես տեսեք, չպետք է խառնեմ, հա, մեկ էլ անունները, եթե ես ստեղ տվել եմ a, պարտադիր չի, որ իմ ֆունկցիան էլ ստեղ սպասի a։ Ինքը կարա իմ ֆունկցիան օրինակ, որը ավելի պարզ լինի, հա, իմ համար,
Ընդունում է x ու y։ Իմ x ու y-ը դսից կլինի AB, դսից կլինի AC, BD կամ ինչ-որ մի բան, իրան ֆունկցիային չի հետաքրքրում։ Ֆունկցիան ունի պարամետր, իր ներսում գործողությունները անում ենք պարամետրերի անուններով, եթե ունենք այդ պարամետրների հետ անելու գործ, այդ թե ինչ կփոխանցենք դրսից իր համար 1 է, հա։ Տեսեք, ինչ եմ ուզում ասեմ սրանով։ Ես կարամ գրեմ sum-ը կանչեմ, գրեմ AC-ն ու BD-ն, հա, իմ։ Մեկը ինքը ֆունկցիայի ներսում հասկանալու է x ու y ու գործողություն ենք անելու x ու y-ի հետ։ Այս պարագայում թվերի գումար կլինի ու մենք կտենանք կոնսոլում 15։ Հեսա, կոնսոլում ունեցանք 15։ Բայց տեսեք, համեն նաև ես կարամ իմ ֆունկցիային ոչ թե փոխանցեմ պարտադիր ստեղծված փոփոխականներ, կարամ փոխանցեմ 5 եւ 10, այսպես, հենց թվով, ու ինքը նորից տպելու է իմ համար 15, որովհետեւ x-ն ու y-ը իր համար կարևոր չի, մենք ինչ ենք փոխանցում դրսից։ Եթե փոխանցենք n, ինչի հետ որ ինքը գործողություն չի կարող անի, օրինակ փոխանցեմ 5 ու string-ով 10, ինչ կտպի։ Ով կասի։ Այս դեպքում ֆունկցիան կանչել եմ, այս փոփոխականները մոռացեք, ֆունկցիան կանչել եմ ու դրսից պարամետրերը իրեն փոխանցել եմ մի հատ 5 ու 10։ Ներսում, տեսեք, ֆունկցիայի համար այսքան տեղը, մինչև որ ինքը քո պարամետրերը կստանա, ինքը խնդիր չի տենում, դու ինչ ուզում ես իրան ուղարկի։ Այ բայց մենք գործողություն ենք արստը, գրել ենք console log x գումարած y, x-ը 5 է, y-ը 10 string-ով։ Ինչ կտպի իմ console log-ը։ Սխալ է։ Ով կասի ճիշտը։ Not a number, ապրես, ինչի։ Բացատրում ես ու քեզ հայացպետ։ Այո, մեր 5-ը թիվ է, իսկ 10-ը string։ Տպելու է not a number, կամ ով կասի ինչ։ Կամ միացնելու է իրար։ Տեսեք, գումարումը ես ինչի համար է, լավ զգացի, որ վրեժը տրամաբանեց, բայց մի քիչ սխալ, որովհետև գումարումը այս պարագայում նորմալ է, ինքը միացնելու է, վերածելու է սա էլ string, կոպիտ ասած, ու միացնի իրար ու մեզ հետ տա string, բայց այ եթե ես գործողություն անեմ, օրինակ բազմապատկեմ, այս դեպքում կունենամ not a number, այսինքն, վայ չէ, մի րոպե, ես ինչի բազմապատկեց, 5-ը 10-ով, 50 ստացավ, բայց string-ով, not a number չստացանք, գիտեք, մի րոպե, այսինքն լավ, not a number մենք որ դեպքում ենք ստանում, երբ որ ուզում էինք թվաբանական գործողություն անել string-ի հետ, ճիշտ է, եկեք մի հատ էլ սենց փորձեմ, mat pov ու տամ մենակ y-ը, ինչ կտպնի, ինչ կստանամ այս պարագայում, none, այսինքն ես փորձեցի անեմ գործողություն մաթեմատիկական string-ի հետ, այս դեպքում կստանամ none, իսկ երբ որ պլյուս ենք անում, պլյուսի դեպքում կունենանք կոնկատացում, այսինքն միացում, կմիացնի մեր թիվը, ու ինքը լրիվությամբ ֆունկցիայի ներսում գործողությունները, ու դրսի օրենքները ֆունկցիայի ներսում էլ է գործում, այսինքն այն պարագայում, երբ որ դու պետք է ստանաս none, կստանաս none, եթե գործողությունը տանում է դրան։ Իսկ եթե պետք է ստանաս կոնկատացում, այսինքն պետք է միացնի տեքստը կամ թիվը որպես տեքստ իրար կանի, իսկ եթե ուզենանք որ լինի գումարում, պետքա նույն օրենքի ինչ որ դրսում ենք կիրառենք ներսում, այսինքն գոնե y-ի դիմաց պետքա դնեմ մինուս նշանը, հա, պլյուս, պետք է գրեմ x պլյուս, այսպես փակագծերի մեջ պլյուս y, այս դեպքում կստանամ 15, հուսամ, այո, այս դեպքում կստանամ 15, որովհետև string-ս վերածեցի number-ի, հա, այս պլյուսը գիտեք, չէ, վերածում ենք number-ի, prompt-ից ստանալուց արել եք։ Okay, հիմա ուզում եմ, որ ստեղծեք դուք ֆունկցիա ու հերթով բացեք համակարգիչները, նայենք ու ով որ հարցեր ունի կամ չի կարողանա ընթացքում, կասի կօգնեմ։ Ուզում եմ ունենաք ֆունկցիա, որը որ ստանում է թվեր, հա, 3 հատ թվեր, ու ֆունկցիայի ներսում ստուգում է ու տպում է console log-ում n թիվը, որը որ ամենամեծն է։ Այսինքն մենք պետք է ունենանք ֆունկցիա, ֆունկցիան սպասի 3 հատ պարամետր, դրսից այսպես կանչելուց ստորակետերով where is max ֆունկցիա ունենանք, կանչեմ տամ 15, 20 ստորակետերով, հա, 15,
20, 25 ու իմ ֆունկցիան այս 3 պարամետրը ստանալուց հետո ինձ վերադարձնի 25 թիվը կոնսոլում։ Բարդ է, թե կանենք։ Ֆունկցիայի ներսում ինչ գործողությունները, որ առաջ գիտեք, կարող կանեք, այսինքն կարող ֆունկցիայի ներսում ունենաք ստուգում, if, կարող ֆունկցիայի ներսում ունենաք for, հա, ինչ ուզեք կարող կանեք։ Так что սկսեք ու բացեք էկրանները, հերթով նայեմ, տեսնեմ։ Ինչպես։ Ուզում եմ, որ ունենաք ֆունկցիա, որը որ կընդունի 3 հատ պարամետր, այսինքն կունենա a, b ու c իր կառուցվածքի ներսում, հա, այսինքն մի հատ ֆունկցիա, անունը կդնենք where is max, կստանա a, b ու c, կդնենք ձևավոր փակագծերը ու ներսում կանեմ գործողությունները, թե ինչ կանեք, արդեն դուք պետքա իմանաք, կունենանք ներսում գործողություն, որը որ կստուգի կտպի 3 պարամետրից ամենամեծը։ Console log-ում կտպես, օրինակ, եթե a տեղում փոխանցել եմ a պարամետրը, փոխանցել եմ 5, b-ն 10 ու c-ն 20, ինձ տպի օրինակ c-ն, որը որ 20-ն է, հա, ինչ ուզեմ, կուզենամ այդ 20-ը ամենաառաջի պարամետրով կփոխանցեմ, բայց ես ուզում եմ, որ 3 պարամետրից գտնեք ամենամեծը ու տպեք console-ում։ Ժամանակը գնաց։ Ստացվում է։ Հա, լսում եմ, ասա Վրեժ ջան։ Վերջացիր։ Կարաս ունես հնարավորություն ցույց տաս քո կոդը։ Մի րոպե։ Լավ չի երևում, էլ սպասի։ Ինչ ես գրել։ Խես կոմենտ է։ Կոմենտը բաց։ Հələ ասա, բարերով տենամ այդ ինչ ես գրել console log-ում։ A, B-ն փոխանցել ես։ Okay, mat max-ով։ Կարճ, հստակ ճանապարհ։ Okay, իսկ դրսից ինչ ես փոխանցել։ Դրսից փոխանցել ես քո սարքած ABC-ն։ Okay, աշխատում է, ստուգել ես։ Okay, էլ ուրիշ մարդ կա, որ ուրիշ տարբերակով է արել։ If else-ով։ Կարաս ցույց տաս։ Մեն բանով է, կամերայի կողքը։ Share screen, այնտեղ վես էկրան վերևը նշում ես ու այդ էկրանը, որով որ կարանք նայենք կոդը։ Ահա, okay։ Ուրեմն ունենք function max number, որը որ ստանում է x, y, z։ If եթե x-ը մեծ է y-ից ու x-ը մեծ է z-ից,
console log x, else if, եթե y-ն է մեծ x-ից ու մեծ z-ից, console log y, իսկ եթե հակառակ դեպքում console log z, շատ ճիշտ է։ Ճիշտ է աշխատում, փորձել ես։ 68-ը տպում է, չէ՞ նորմալ։ Մյուսները ոնց արեցիք։ Okay, այսինքն երկու տարբերակներ ճիշտ էր, հա։ Համ վրեժի առած տարբերակներ ճիշտ, կարճ, հա, կարանք օրինակ տեսեք, ուրեմն հեսա մնացածը վերջացնեն, մի հատ ուրիշ բան է կասեն ֆունկցիայի հետ վերաբերյալ կամ նույնը կարանք if else-ով անենք, ինչ գործողություն ասենք։ Եղավ Էրիկ ջան նորմալ։ Արել եմ, հետո այդ նույն մանեի ձևով էր ոնց էր։ If else-ով։ Okay, ոչինչ, նորմալ է, if else-ով էլ է լավ։ Տարբերություն չկա, հա, ոնց կանենք, ոնց որ մատ օրինակ max-ը ինքը ֆունկցիա է, որը որ տակից նույն if else-ն է անում մեր համար։ Ստուգում է, եթե մեկը մեծ է մյուսից, մեծ չի, եթե մյուսից էլ մեծ չի, ամենավերջը գնաց օրինակ, հա, մի անգամից։ Ուղղակի ինքը ավելի արագ անում, ավելի քիչ կոդային բլոկներով։ Ինչևէ, այդ արդեն ալգորիթմիկ լուծումներ են, ամեն մարդ իր ձևով, կարևորը ճիշտ լինի։ Երկար ու կարճը հետագայի արդեն ավելի պրոֆեսիոնալիզմի հարց է, հա։ Կարևորը խնդիրը ճիշտ լուծվի, առանց խոսքի կոպիտ սխալների։ Օրինակ վրեժը շուտ գլխի ընկավ մաթմատիկս օգտագործեց, տարբերակը վատը չէր։ Մանեի տարբերակն է ու Էրիկի տարբերակն է վատը չէր, մնացածն էլ ոնց ուզեք, այտենց կարաք նորից անեք։ Այսինքն երկու տարբերակն է ճիշտ է։ Տեսեք, ինչ կա մեր ֆունկցիաների համար։ Մեր ֆունկցիաները ունեն հետևյալ հատկությունը։ Ունենք return, ֆունկցիան ունի return, որը որ վերադարձնում է, return բառը նշանակում է վերադարձրա, հա։ Այսինքն իմ ֆունկցիան, երբ որ ես կանչեմ, իրան փոխանցեմ a-ն b-ն ու c-ն, ինքը երբ որ գտնի ամենամեծը, որովհետև math-max-ը, երբ որ գտնվի, return անելու հենց այդ։ Օրինակ, հա, այդ ժամանակ ինքը այլ ֆունկցիաս չի աշխատի։ Այսինքն return-ը, եթե ու տեսեք, այս դեպքում ինքը ինձ վերադարձնելու է թիվ։ Այսինքն ես return եմ արել math-max a-b-c-ն ու իմ ֆունկցիան ինձ վերադարձնելու է թիվ։ Բայց եթե օրինակ հիմա տեսեք, կանչեմ where is max 1 2 ու 3 ու իրան կանչեմ, ես կոնսոլում բան չեմ տենա։ Ինքը ֆունկցիաս աշխատել է, բնականաբար աշխատել է, կոդը աշխատում է։ Իմ ֆունկցիան ուղղակի հիմի s, ինչը որ ես ունեմ, ինքը թիվ է։ Այսինքն, եթե ես սա դնեմ console log-ի մեջ, այդ ժամանակ արդեն կտենամ 3-ը, որովհետև ֆունկցիաս ստացել է, գտել է a, b, c-ից, որն է ամենամեծը, գտել է որ c-ն է, c-ն վերադարձրել է։ Այսինքն, երբ որ ես իրան կանչում եմ, ինքը ինձ ասում է 3, 3, 3, հա, գործողությանս մեջը չունեմ ես չունեմ ցուցադրող մասը, հա, իսկ եթե console log-ը ստեղ դնեմ, գրեմ console log mathmax abc։ Ինչպես։ Վայ, ժողովուրդ, շուտ ցեն հանեք։ Այս ինչքան բան խոսացի առած ցույց տալու։ Տեսեք, ինչ եմ ասում։ Ունեմ function great user, ինչ որ մի հատ ինչ անուն առաջարկում է դնում եմ, էլի տեղս գրում է Visual Studio-ն։ Տեսեք, ֆունկցիան ունի return գործողություն, հա, որպես այդպեսին։ Ինչ անում return-ը։ Return-ը ինձ վերադարձնում է։ Այսինքն, եթե ես հիմա return անեմ name, հա, այսպես, ստեղ որպես պարամետր փոխանցել եմ name, ու այդ name-ը return եմ անում։ Տեսեք, return հրահանգը, երբ որ տեսնում է ֆունկցիան նշանակում է, որ ինքը պետքա վերջանա, այսինքն արդեն երբ որ ու return-ը երբ որ լինում է, ֆունկցիան էլ հետո չի աշխատում, հա։ Օրինակ, եթե ես return-ի ներքևում ունենամ, չգիտեմ, ինչ որ if, ինչ որ ուրիշ բան, հա, ստեղ ուղղակի չենք հասնի մենք։ Որովհետև երբ որ return եղավ ու իմ name-ը վերադարձրեց ինձ, այս ներքևի կոդը էլ չի աշխատելու։ Ինչ է նշանակում դա, որ ես օրինակ կարամ ինչ որ ստուգում անեմ, ու ինչ որ ստուգումից կախված իմ ֆունկցիան դադարեցնեմ, հա, աշխատի։ Ստուգեմ օրինակ, տեսեք, գրում եմ if, եթե name-ը հավասար է, այսինքն Armen console log արա ճիշտ է ու return արա, այսինքն առանց ոչ մի բան վերադարձնելու։ Ասում եմ վերջ, այստեղ կայնի։ Ինքը աշխատում է նման բանի համար, կամ կարամ ստուգեմ,
եթե name-ը հավասար է Armen, ճիշտ է console log-ում տպեմ ու վերադարձնեմ համել name-ը։ Ու երբ որ իշնեմ, կանչեմ create user-ը ու իրան փոխանցեմ Armen, ինքը տպելու է, որ ճիշտ է։ Բայց այն return-ի պահը, ինչը որ վերադարձրել եմ, հələ որ մեզ հասանելի չի լինի։ Այսինքն, այդ ես ինչ ասում։ Syntax error։ Ձևավոր փակագիծ է մոռացել։ Վայ։ Ահա։ Ասում է ճիշտ է։ Այսինքն ես ու հիմի տեսեք, եթե ես ունենամ մի հատ ուրիշ if կամ else, չէ, ավելի ճիշտ ուրիշ if ունենամ, որ ստուգի օրինակ եթե name-ը հավասար չի Armen, console log կանեմ ճիշտ չի։ Հիմա եթե փոխանցեմ Armen ու այստեղ կանեմ նորից return անեմ name-ը, այսինքն եթե n-ի չի, նորից всё-таки просто ստուգում եմ console log-ում ինչ որ ինֆորմացիա եմ տալիս ու return եմ անում։ Այսինքն տեսեք, այս return-ը առանց ինչ որ մի բան փոխանցելու է կաշխատի։ Այսինքն ես ուղղակի ստեղ ֆունկցիան կայնացնում եմ, որ ինքը հետո եթե էլի մի աշխարհ բան կա գրած, ինչ որ մի հատ պահ եմ որոշում, որ այն ֆունկցիան էլ չպետք է գործի։ Պետք է այդքանով սպասի մինչև մի հատ նորից հետո իրան կկանչեն, երբ որ կկանչեն, չգիտեմ։ Այդ վաղ կայնում է return-ով ֆունկցիան իր գործողությունը ավարտում, այսինքն երբ որ ինքը կոդի մակարդակով հանդիպում է return-ին, ֆունկցիան էլ հետ ու էլ առաջ չի գնում։ Այսինքն եթե մտնի ստեղ հանդիպի return-ից, էլ այս checking-ը չի անի, այս ստուգումը չի անի։ Բայց եթե հանեն, ես այս return-ը ստեղից, երկուսն է կանի, ստեղ կկայնի։ Այսինքն երկուսն չէ, ոնց անեմ որ երկուսն է եթե գրեմ հավասար է, երկու նույն բանը ունենամ, ճիշտ է, ճիշտ չի։ Երկուսն էլ աշխատավ, բայց երբ որ ստեղ դնում եմ return, հենց ստեղ երբ որ առաջի բլոկը վերջացնում է, return անեմ, մենակ մեկը կտպի, հասավ, ճիշտ է, return արեց, ֆունկցիան էլ առաջ չգնաց։ Ստեղ կայնացրի ես իմ ֆունկցիան։ Ու իրա լավ է նա, որ մենք իրան կայնացնելու հետ մեկտեղ կարողանում ենք հետ ինչ որ մի բան փոխանցել, այն ով որ իրան օգտագործել է։ Տեսեք, եթե ունենամ let name-ը, որը որ հավասար կլինի իմ ֆունկցիային, ստեղծել եմ փոփոխական, որը որ ավտոմատ միանգամից կանչում է ֆունկցիան։ Ու այս name-ը դնում է իր մեջ։ Ու ներքևում եթե գրեմ console log name, ինձ թվում է պետքա տպի Armen։ Տեսակ Armen, հեսա։ Այսինքն, իմ ֆունկցիան աշխատեց, այս տպեց մենք տեսանք, որ ֆունկցիան աշխատեց։ Return արեցի name-ը, ես վերադարձեցի name-ը, ու այս փոփոխականի տակ արդեն երբ որ ես այս ֆունկցիան կանչեցի, ինքը ոնց որ ասի ես name-ն եմ, էլի, ես էլ ֆունկցիան չեմ, ինձ վերադարձել են ինչ որ արժեք։ Ես գնացել եմ, հետս հետ եմ բերել կոֆեն, դրե բերել եմ։ Ու այս name-ը ստանում է այն արժեքը, ինչը որ ես այդտեղ return եմ արել։ Ու երբ որ տպում եմ, արդեն իմ անունը հասանելի է այստեղ console log-ում ու հասանելի է այս փոփոխականի մեջ։ Ես հետագայում արդեն ինչ որ ֆունկցիանից վերադարձրել է, կարամ իր հետ է գործողություն անեմ, ինչ որ կուզեմ հետո, Պարզ է, չէ, բարդ չի, չէ, return-ի պահը։ Հասկացել ենք։ Okay, եկեք մի հատ հասկանամ ձեզ ինչ խնդիր տամ։ Մի վարքյան լավ բան մտածեմ։ Ուզում եմ, որ ունենաք ֆունկցիա, որը որ կստանա, այսինքն եկեք գիտեք ինչ անենք, մի հատ պրակտիկ հերթով ձեր մոտ 5-ից 10 րոպե ամենաշատը փորձում եք մաթեմատիկական բոլոր մեթոդները ունենալ ֆունկցիայով, այսինքն որ ես ֆունկցիային փոխանցեմ, տեսեք, որ մի քանի հատ ֆունկցիա կունենամ, այստեղ կունենամ math-ով, function, օրինակ չգիտեմ, ինչ կար, քառակուսի armat, սենց ֆունկցիաներ կունենամ, որոնք որ կսպասեն թվեր պարամետրերում ու կանեն գործողությունները նենց ոնց որ գրել էր ման-ն, այսինքն ոչ թե գրելու ենք name, բան, այստեղ եկեք գրեմ tiv, ոչ թե գրելու եմ tiv get math, չգիտեմ ինչ, ու տպեմ խոսքի math-ով 1-ից մինչև այդ ստացած տիվ, այսինքն տեսեք, այս դեպքում ես ուզում եմ, որ մաթեմատիկական մի քանի հատ մեթոդ դուք ֆունկցիայով ունենաք, որ դժվարանաք ասեք օգնեմ, ունենամ օրինակ tiv ու ունենամ քանի անգամ, մի հատ էլ խոսքի tiv ու քանակ, tiv, երկու հատ tiv, որ մեկը մյուսին քառակուսի բարձրացնեմ,
ուստե գրեմ մատ, փով, թիվ, փոխանցեմ, թվից թիվ, հա, թվից թիվ քառակուսի արմատ, բան արա, օպշեն բարձրացա քառակուսի։ Սենց ուզում եմ ոչ թե սենց անեք, այլ if else-ով սովորական լոգիկայով, որ ոչ թե JavaScript-ի մատ փովից մատ այդ մաթեմատիկական մեթոդներից օգտվենք, այլ ունենանք մերը, որ ես օրինակ դրսում գրեմ փով ու փոխանցեմ իրան 2-2-ը, պատասխանը կոնսոլ լոգում ստանամ 4, հա? Բարձա ինչ պետք է անենք։ Մի հատ մատ փովը արեք, մի հատ մատ աբսոլյուտը արեք, այսինքն ստուգեք թիվը դրական է, բացասական է, տպեք ինձ մենակ դրականը, հա, իրա։ Եթե բացասական է, ամեն դեպքում իրան սարքեք դրական ու տպեք ինձ համար դրականը։ Բարձա ինչ պետք է անենք։ Մատ փովը արեք, այդ աբսոլյուտը արեք, որ մոդուլ է հանում։ Եկեք կարա քառակուսի արմատը եթե կարողանաք անել, բայց դա մի քիչ ավելի դժվար է ձեռով անելը, так что մենակ հələ որ եկեք մատ փովը արեք, որ քառակուսի բարձրացնենք։ Մատ աբսոլյուտը արեք, ես հեսա 2 րոպեից հետ գամ միկրոֆոնս միացնեմ, համ էլ բացեք, տեսնեմ ինչ եք արել։ Okay։ Բարձա, նորից ասեմ ինչ պետք է անենք։ Չէ, բարձր։ Okay, սկսեք։
Հարցրել եք ինձ։ Արդեն ստեղ եմ, ով հարցեր ունի։ Մենակ մատ absolute-ով մեկ էլ մատ փոխում էինք անելու։ Հա, այդ երկուսը հələ սարքեք, տեսնեմ ոնց եք սարքում, հասկացաք ինչ պետք է անեք, թե չէ։ Ինքը բարդ չի, էլի։ Մենակ պետքա պատկերացնել, թե օրինակ եթե ես տամ երկու պարամետր, այդ երկու պարամետրի հետ ինչ պետք է անի, ինչ պետք է տպի, բայց 0-ով, էլի, հա։ Այդ սա էլ չենք օգտագործում մատ մեթոդները, որ այդ նույն մատ մեթոդը մենք մեր ֆունկցիան ունենանք, հա, այդ եմ ուզում որ անենք։ Մեկի absolute-ը, որ ստուգի թիվը դրական է կամ բացասական, տպի մեզ դրականը։ Եթե բացասական է, տպի այդ նույն թվի դրականը։ Ես վերջացրել եմ ցույց տամ ձեզ։ Ունես հնարավորություն, այո, ցույց տուր, եկի արի իմը փակեմ։ Всё։ Երկուսն էլ արել ես։ Հա, ցույց տուր։ Երկուսն էլ արել ես։ Հա, Ցույց տուր։ այսօր ցույց կամերան։ Okay։ Ընկերան անում չի ստացվում։ Հեսա կասես, հա, ինչը չի ստացվում, կօգնեմ։ Մի րոպե տենանք Էրիկը ինչ արեք։ Հələ մի շարժի absolute x, եթե if x-ը փոքր է։ Չէ, տես, գրել ես mat abs x։ Ես ուզում եմ, որ մենք էլ մաթեմատիկական ոչ մի մեթոդ չօգտագործենք ֆունկցիայի ներսում։ Այսինքն դու 0-ով գրի, որ եթե փոքր է x-ից, ուրեմն ինչ որ մի հատ հնար որոշի, որ այդ նույն x-ը դառնա դրական x։ Այսինքն եթե x-ը փոխանցել է -3, դու 0-ով այնց անես, որ տպի 3։ Մաթեմատիկական մեթոդները էլ չենք օգտագործում ֆունկցիայի ներսում։ Միլենա ջան, ասա տենա միշտ չես հասկացել, որը չես կարողանում, որ փուլի մեջ ես։ Կարաս ցույց տաս էկրանը տոկնեմ։ Այնտեղ մտածում եմ ոնց անեմ, բայց չի ստացվում։ Okay, եկեք լավ, եւս մի 3 րոպե կսպասեմ ձեզ, եթե ոչ մեկ չկարողանա ստեղծի առանց մաթեմատիկական մեթոդները օգտագործել, այն ինչը որ ես ուզում եմ, ես ցույց կտամ, հա, պրակտիկայում։ Այսինքն ցույց կտամ իմ մոտ։ Բայց դու է փորձի էլի, որ ասում եմ 3 րոպե սպասենք, դու էլ փորձի, կարող է այդ 3 րոպեի ընթացքում հասկանում ես ոնց պետք է անես։ Այսինքն պետք է ստանամ, օրինակ, mat փովի դեպքում երկու հատ թիվ ու ֆունկցիայի ներսում գործողությունները այնց անեն, որ մի թիվը առաջի թվի ու երկրորդ թվի այդ աշճանը անի, հա, այսինքն իմ առաջի թիվը ու այնց անեն, որ այդ երկրորդ թիվը այդքան անգամ իմ առաջի թիվը բազմապատկվի իրար։ Օգտագործեք ցիկլ, օգտագործեք if-else, ինչ կուզեք, օգտագործեք բացի մաթեմատիկական մեթոդից։ Չներողություն, mat փովը քառակուսին է, չէ՞ բարձրացնում։ Այսինքն խնդիրը հեշտանում է, պետք է ստանա թիվ ու այդ թվի քառակուսին բարձրացնի տամ ես։ Այսինքն այդ թիվը անգամ այդ թիվ։ Այդտեղ որ մի քիչ մտածեք, հաստատ կգրեք։ Դենա բառացի ասում եմ, ինչ պետք է անեք, այսինքն ֆունկցիան պետք է ստանա թիվ ու mat փովը մենակ քառակուսի է, չէ՞ բարձրացնում, թե mat փովը ստորագետով որ ինչքան տալիս ենք, այդքան աշճան է անում։ Հիշացրեք ինձ։ Մենակ քառակուսի է, չէ՞ բարձրացնում։ Թե ոնց։ Չէ, քանի աստիճան տալիս եք, այդքան է բարձրացնում։ Okay, ուրեմն դուք կարաք հələ որ
մենակ ստանաք մի թիվ, բարձրացնեք քառակուսի, հետո ֆունկցիան մի քիչ կբարթանա, կստանա կողքից եւս մեկ այլ թիվ, որը կլինի առաջի թվի այդ աշճանը։ Ու այնտեղ արդեն պետքա օգտագործեք for երևի, ցիկլ, որ ցիկլով բազմապատկեք այդքան անգամ, օրինակ։ Կամ, в общем, փորձեք։ Հեն, ստացվելու է, ուզում եք ցույց տամ արդեն ես։ Ես բացեմ մի հատ։ Okay, ցույց տուր, հա, ոնց չէ։ Ուրեմն, ունենք function pov, որը որ ստանում է 2 թիվ ու ինչ անում, վերադարձնում է return x, x-ի y աստիճան։ Ինչ որ, հա։ Դու այդ գործողությունը անել գիտեիր, չէ՞, այսինքն մինչև ֆունկցիաները դու գիտեիր, որ եթե 2 հատ աստղանիշ տնեմ ու երկրորդ թիվը անելու է այդ գործողությունը։ Հա։ Ուրիշ ձև ոնց կաներ քառակուսի։ Նայ, տես, գիտես խնդիրը ինչու՞մն է, եթե math pov-ը, այսինքն function pov-ը commod, եթե կատարելու է հստակ մենակ քառակուսի բարձրացնելու խնդիրը, երկրորդ պարամետրը դու ստանալ կարաս չստանաս, հա։ Այս տարբերակը մի քիչ կարճ է, ինքը էլի ոնց որ կոպիտ ասեմ, մի քիչ կարճ գրեցիր, հա, դու ես ուզում եմ որ ավելի մանրամասն գրես ոնց կլինի այդ։ Այստեղ QRL ունես, որը որ հանում է արմատ է, հա, հանում։ Okay, էդի կնայենք, էդի որովհետև էլի ուզում եմ որ մանրամասն լինի ու ABS X ունենք, որը որ մի քիչ հետաքրքիր է, որովհետև ունես if else ու ինչ որ կոդեր։ Արի այդ նայենք ու ցույց տամ POV-ի ու մնացած դեպքերի տարբերությունը ավելի մանրամասն ես, որ մնացածները տեսնեն հասկանան։ Միլենան էլ կարա նայի, ինչա գրած ABS-ում, գրած է if-ը ստուգել ենք, եթե x-ը մեծ է կամ հավասար 0-ի, return ենք անում x-ը։ Այսինքն եթե 0-ի է, ինքը 0-ն ոչ տերական է, ոչ բացասական, այսինքն մենք իրան հանգիստ կարանք տպենք, մնացած դեպքերում տպում եմ x-ը։ Հակառակ դեպքում, այսինքն եթե փոքր է 0-ից ու հավասար չի։ Ստեղծել եմ փոփոխական x թե բանը, let հավասար է x-ի դիմացը գրած թե հանած։ Պլյուս է գրած, սարքել եմ x-ը բան, str, string, String, ու տպել ես։ հետո կտրել եմ առաջինը ու տպում ենք թիվը։ Okay։ Հա, այդ կտրելու պահը չգիտեմ ճիշտն ասած ինչի համար է ու ոնց, բայց okay է։ Մեծ մասը իրան պլյուս սարքելը տոշնի է։ Նորմալ է արած։ Ստեղ փողը կարանք որով վրանք ու y-ի քանակի այդքան անգամ x-ը իրանով բազմապատկենք։ Ապրես, ճիշտ է։ Իսկ եթե ինքը տես, եթե մենակ աշխատում է, հիմա արի լավ, ես փակի էկրանը ցույց տամ ու համե բացատրեմ մնացածները միանգամից հասկանան։ Դու ճիշտ ես ասում, պետքա for օգտագործենք։ Տեսեք, եթե ես ունեմ ֆունկցիա, որը որ պետքա բարձրացնի մենակ քառակուսի, հա, թվի քառակուսի, ստանում է ինչ-որ մի հատ թիվ ու ինձ վերադարձնելով պարտադիր այդ թվի քառակուսին, ես ուղղակի կարամ վերադարձնեմ a անգամ a, այսինքն թիվը անգամ թիվ կստացվի թվի քառակուսի։ Ու երբ որ ես իրան դուրսը կանչեմ, թվի քառակուսի ու փոխանցեմ 5, իրան էլ դնեմ կոնսոլի մեջ որ տենամ, տպելու է 25։ Ճիշտ է։ Տպեց 25, բայց եթե ես ունեմ խնդիր, որ մենակ քառակուսի չպետք է բարձրացնի ու իմ ֆունկցիան բարթանում է, Միլենա հասկացար, չէ՞, բարդ չի, չէ՞ էս պահը։ Այսինքն ստեղ կլինի կամ վերադարձնում եմ
այս թիվը, այսինքն a անգամ a կլինի 25, կամ վերադարձնում եմ այդ թիվը, որպեսզի ես կարողանամ տպեմ, հա, միանգամից ֆունկցիան կանչելուց, կամ կգրեմ ստեղ console log-ում նույն բանը, կգրեմ log a անգամ a ու դուրս ուղղակի ֆունկցիան կկանչեմ։ Այսինքն այս դեպքում էլ վերադարձնելու խնդիր չեմ ունենա ու դրսում console log չեմ գրի։ Կգրեմ թվի քառակուսի ֆունկցիան կկանչեմ, սպասում է պարամետր, կփոխանցեմ 5-ը ու ին ֆունկցիան կսկսի աշխատել է console log-ում կանի a անգամ a, այսինքն a-ի քառակուսի, որը որ նույն 25-ն է։ Okay, բայց եթե ունեմ խնդիր ու ին ֆունկցիան մի քիչ բարդացել է, ստանում է երկու պարամետր ու երկրորդ պարամետրը օրինակ ինքը ոչ պարտադիր է կամ երբ որ փոխանցում եմ ֆունկցիաս պետք է հասկանա, որ պետք է բարձրացնի քառակուսի։ Այդ աշճանը, հա, տվյալ աշճանը, ինչ որ դրսից փոխանցել են։ Ես կունենամ հետևյալ ստուգումները։ Ստեղ կունենամ մի հատ ռեզուլտատ, որը որ ամենավերջում վերադարձելու եմ, իրան կդնեմ 1, ով կարա ասի ինչի համար 1։ Ինչի համար եմ ստեղծել փոփոխական ու դրել 1։ Իմ գործողությունները հստակ լինելու են մենակ բազմապատկման եւ բաժանման հետ կապված։ Այս պարագայում բազմապատկման հետ։ Բազմապատկման բաժանման դեպքում, եթե 0 դնենք, 0 ատալու, դրա համար 1-ով պետք է սկսել։ Okay, ճիշտ է։ Հիմա ստեղծում եմ մի հատ ռեզուլտատ փոփոխական, որը որ ֆունկցիայի ներսում է ու կտամ իրան 1։ Ես գործողություն պետք է անեմ իր հետ հետագայում։ Կունենամ ցիկլ, այսենց, կունենամ in, որը որ հավասար է 0-ի կամ կարա լինի հավասար 1-ի, բայց ստեղ ահա կլինի is 1, ստեղ փոքր հավասարով, հա, կնշեմ անպայման իմ b-ի աշճանը, կամ պետք է ունենամ ստեղ 0 ու այս հավասարի նշանը հանեմ, որ ցիկլս ճիշտ աշխատի։ Կունենամ ցիկլ, ու ստեղ կգրեմ, որ իմ ռեզուլտատս, որը որ ես ստեղծել եմ, ինքը հավասար է 1-ի։ Կգրեմ ինքը հավասար է ամեն անգամ result անգամ b պլյուսի խի, հա, ինչի համար b պլյուսի b, հա, ունենամ հետևյալ բանը, ու ես սրանից հետո կամ կարամ for-ից հետո, երբ որ իմ ռեզուլտը արդեն պատրաստ է, եկել է ռեզուլտատը 1, ստեղծել է ֆունկցիան, մտել է ցիկլը, ֆռացել է այնքան ինչքան որ պետք է, մինչև փոքր է b-ից, այստեղ for-ս մինչև b-ն են պատտվում, հա, մինչև երկրորդ թիվը։ Result անգամ a, ներողություն, տեսեք, հա, այ հիմի կոդս պատրաստ է, ու այս սրանից հետո ես կամ կարամ տպեմ, կամ կարամ գնեմ return ու վերադարձնեմ ռեզուլտատը։ Ու երբ որ ես սա տպեմ, հիմի, երբ որ օգտագործեմ console log, կանչեմ ֆունկցիան ու փոխանցեմ 5 ու համը 2, կունենամ այս դեպքում արդեն պատրաստի mat փով ֆունկցիան 0-0 իմ 0-ով գերած ֆունկցիան, որը որ անելու է նույն գործողությունը, բարձրացնելու է այս դեպքում 5-ի քառակուսի 25։ Ուրեմն ինչ արեցի, պատտվեցի ցիկլ, in սարքեցի 0 իտերացիաները, սա, հա, ամեն անգամ ցիկլիս իտերացիաներն է։ Ստուգում եմ, քանի in փոքր է b-ից, i պլյուս եմ անում։ Մի վարքան կներեք։ 1000 ներողություն։ Հարմ, դասիում։ Նա։ Ահա, ինչ էի ասում։ Ստուգել եմ մինչև փոքր լինի b-ից ու is ամեն անգամ մեծացրել եմ ու քանի անգամ ցիկլը պատտվել է, այսինքն պատտվելու է այնքան, ինչքան որ ես ստեղ փոխանցել եմ, հա, թիվը։ Կամ պետք է գրեմ ստեղ 1 b-ից հանած 1 կամ հավասար, հա, ստեղ հավասար, բայց այնտեղ 1-ով, կամ եթե 0 եմ տալիս, ստեղ խիստ փոքր b-ից, հա, հավասար չի կարա լինի b-ից, որտեղ 0-ից ենք սկսում, որ փոխանցել եմ 2 անգամ լինի, էլի քառակուսի ստացվի։ Ու գրում եմ, որ ռեզուլտատս հավասար է ամեն անգամ ռեզուլտատ անգամ այս-ի։ Առաջինը դե 1 է, մի առաջի իտերացիայի վաղ 0-ի վաղ տպելու է 5, երկրորդ իտերացիայի վաղ 5 անգամ 5, որտեղ արդեն ռեզուլտատս դառնում է 5։ Առաջի իտերացիայի վաղ ան դնում եմ ստեղ 1 անգամ 5 5։ Ու վերջում վերադարձնում եմ ռեզուլտատը, կամ վերադարձնում եմ, կամ ոնց որ ասում եմ, գրում եմ log, console log-ում, ուղղակի երբ որ ֆունկցիաս հասնի ստեղ, թող տպի ռեզուլտատը։ Ու այս պարագայում արդեն դրսի console log-ը ինձ պետք չի գա, որովհետև ֆունկցիան կանչելուց ինքնըստինքյան ներսի console log-ը կտպի մեր համար այն, ինչը որ մեզ հարկավոր է։ Okay?
Միլենա հասկացար ես անգամ ֆունկցիան ինչա ու ոնց կարելի է իրան ճկուն օգտագործել։ Okay, տեսեք, մեկ էլ մի բան ասեմ ձեզ, բան եմ ուզում ասեի ձեզ, հեսա մի վարքան հիշեմ ու ասեմ։ Հա, տեսանելիության տիրույթի մասով, որը որ Վահանը մյուս 10-ին ձեզ անպայման կհարցնի, համոզվելու համար գիտեք թե չէ, որովհետև շատ կարևոր է, հա։ Տեսեք, ինչա նշանակում տեսանելիության դաշտը արդեն բոլորիդ քիչ թե շատ ծանոթ է ու դուք քննության ժամանակ էլ հարցեր ստացաք, որ օրինակ if-ի ներսում որ ստեղծեն փոփոխական ինքը դրսում հասանելի չի լինի, որովհետև տեսանելիություն չկա, հա, let-ի դեպքում։ Երբ որ մենք let-ով կամ կոնստանտով ստեղծում ենք փոփոխական ու փոխում ենք իր տեսանելիության դաշտը մենք JavaScript-ում հասկանում ենք այս նշանները, հա, այս ձևավոր փակագծերը։ Ինքը արդեն փոխում է տեսանելիության դաշտը, ինքը ոնց որ մի աստիճան փոփոխականը խորանա դեպի ներս։ Հիմա տեսեք, այս result-ը դրսում հասանելի չի։ Այսինքն, եթե ես գրեմ console.log ու ուզենամ ես իմ ֆունկցիայի ներսի ռեզուլտատի հետ գործ անեմ, չի լինի։ Ասում է չկա։ Հենց մի բողոքում այ մեջ JavaScript-ը ասում է ես չեմ տենում, այդ ռեզուլտատը գոյություն չունի, հա։ Այսինքն, այս պարագայում էլ ֆունկցիայի տեսանելիության դաշտն էլ if-ի, for-ի, հա, մնացածի switch case-երի ու այդ մնացածի հետ նույն ձև աշխատում է իր տեսանելիության դաշտում։ Այսինքն, ստեղ հասանելի, ստեղի փոփոխականները դրսին հասանելի չեն։ Okay? Ու դրսիններն էլ ստեղին, այսինքն դրսինները ստեղին հասանելու համար մենք պետք է իրան որպես պարամետր փոխանցենք, որպեսզի ստեղ ունենանք հասանելիություն դրսի փոփոխականների հետ։ Okay, ես տեսանելիության դաշտի մասով։ Բայց տեսեք, լավ, okay, այդ մնացածը հետո։ Այդ տեսանելիության դաշտի պահն էլ հասկացանք, չէ՞, որ այս ռեզուլտատը դրսում հասանելի չի, իսկ դրսինը ներսում հասանելու համար պետք է օգտագործենք իր պարամետրային հասկացությունը։ Պարզ է։ Հարցեր ունեք ֆունկցիայի վերաբերյալ։ Լսում եմ առանց քաշվելու, ով ինչ չի հասկացել, թող ասի։ Թե ձիրա ձևը գրելու, չգիտեմ, ինչ որ բան։ Լյուբոյ բան ինչ չեք հասկացել։ Ինչը որ ասել եմ, պարզ է, չէ՞։ Ինքը շատ բարդ չի, գամանավանդ երբ որ օգտագործեցինք, հասկացանք, որ օրինակ այդ matpov-ը ու իրան սարքելը որպես մեր ֆունկցիա ու հիմա արդեն էլ հրաշք չեն թվում, չէ՞։ JavaScript-ի այդ մաթեմատիկական մեթոդները թե ոնց եղավ, որ ես գրեցի matpov ու ինքը իմ համար օրինակ քառակուսի բարձրացրեց կամ ինչ որ մի հատ x աշճան բարձրացրեց, հա։ Հիմա արդեն էլ իրանք մեր համար հեքիա չեն, որովհետև մենք ինքներս կարանք մեր ֆունկցիաները սարքենք։ Մաթեմատիկական մեթոդները, որը որ JavaScript-ում էս տալիս, իրականում իրանք շատ թույլ մակարդակ են, հա, իրանք պրիմիտիվ գործողություններ են անում։ Արդեն այս մենք մեր ֆունկցիայի ներսում կարանք ունենանք շատ բարդ ինչ որ հաշվարկներ, ինչ այնպես բաներ, որ օրինակ JavaScript-ը քեզ Zavatskoy որպես այդպեսին չի փոխանցում, որ դու վերցնես օգտագործես, հա։ Իսկ այդ параգրաֆում արդեն ստեղծել են ֆունկցիա հասկացողությունը, որ ամեն մարդ ինչ գործողություն, որ ունի ավելի բարդ անելու, ստեղծի սեփական ֆունկցիան, փոխանցի իրան պարամետրեր, ներս անի գործողություններ, վերադարձնի, կանգնացնի կամ ինչ որ մի ցանկացած բան կարա անի, հա։ Այս ֆունկցիան չեմ ուզում այսօր ուղղակի էլի բարդացնեմ, բայց ինքը շատ հավես բան է, էլի իրան քանի խորանաս ավելի երկար մեծ գործողություններ կարանք, հա, իր մեջ անենք, օրինակ էսի շատ փոքր գործողություն է, որ մենք այսօր արենք։ Իրանով կարող ենք ֆունկցիա, մի խոսքով ինչքան բարդ գործողություն, որ մենք գիտենք, որ առաջ ավելի բարդ էր ու անհասկանալի թվում էր, մենք նախ կարանք իր ֆունկցիայի տարբերակը ունենանք, ու հետո կարանք սարքենք ինքներս մերը, հավելումներով, պակասումներով, հա։ Օրինակ կա ֆունկցիա, որը որ մի քիչ ավելի շատ է իր ֆունկցիաները, մենք ուզում ենք որ ունենանք նմանատիպը մերը, բայց մի քիչ կամ մի քիչ ավելի կատարելագործված է, որ օրինակ այդ սա գործողությունը անի ու վերջում alert տա, որը որ չունի սովորական օրինակ JavaScript-ի մեթոդ, ինչ որ մի հատ մեթոդ։ Կարանք օրինակ array-ի մեթոդներից սարքենք, հա, որ ստուգի ֆունկցիայի ներսում ցիկլ ֆռա, ստուգի ամեն հատիկը ու կտրի այն ինչը որ մենք կուզենք, հա, փոխանցենք ինչ որ թիվ slicer, ինչ մեթոդներ որ գիտենք, մենք իրանց կարանք արդեն ստեղծենք 0-ից մերը կարանք ստեղծենք, որովհետև մենք հասկացանք, որ իրանք էլ իրանց հերթին ֆունկցիաներ են, որ գրում ենք matpov, տեսեք, ինքը հեքիա չէր կամ կարելի էր գլխի ընկնել ինչի, որովհետև գրում եմ mat, կետ եմ դնում pov ու իրան կանչում եմ, այսինքն դնում եմ փակագծերը, ինքը ֆունկցիա է։ Այս սրանից պարզ դարձավ, որ ինքը ֆունկցիա է, որովհետև մենք էլ մեր ֆունկցիան կանչելու համար օգտագործում ենք այդ փակագծերը։ Մինչև ես այս փակագծերը չդնեմ, JavaScript-ը չի հասկանա, որ պետքա կանչի իմ ֆունկցիային։ Նույնն էլ էսա, մաթեմատիկական կոնստրուկտորից կանչում եմ pov ֆունկցիան։
որը որ ստանալուց հետո իմ թվերը գնալու է համարյա կամ մի քիչ պլյուսով կամ մի քիչ մինուսով անի այս նույն գործողությունը։ Պարզ է, չէ՞։ Վահանը որ մյուս ժամին հարցնի, կասեք, չէ՞ մոտավոր էսի ինչ որ անցել ենք, հաստատ կկարողանանք, չէ՞ ասել, որովհետև էս շատ քիչ ծավալի բան ենք, հա, անցել։ Մենք մենակ հասկացել ենք ինչա ֆունկցիան, ոնց կարանք իրան ստեղծենք, տալիս ենք ֆունկցիա հրահանգը տալիս ենք սկզբից, որովհետեւ JavaScript-ը հասկանա, որ ուզում ենք ստեղծենք ֆունկցիա, տալիս ենք ֆունկցիային անուն, պարտադիր չի այս պարամետրերի պահը, այսինքն ինքը սենց էլ էր աշխատելու։ Ինքը որպես ֆունկցիա առանց պարամետրել է աշխատում։ Դնում ենք ձևավոր փակագծերը ու ներսում կատարում ենք գործողություն։ Գործողության արդյունքը կարանք տեսնենք կամ console log-ում, կամ return հրահանգով, որը որ իր հերթին վերադարձնում էր մեզ այն արժեքը, ինչը որ մենք return-ից հետո կգրեինք ու միաժամանակ վերջացնում էր ֆունկցիայի աշխատանքը։ Այսինքն որտեղ կոդի մակարդակով հանդիպում էր return բառին, դրանից հետո մեր ֆունկցիան չէր աշխատում էլ, այս ներքևի գրված կոդը ու ֆունկցիայի ներսում գրված ոչ մի կոդ էլ դրանից առաջ չի գնա։ Կա ձև, որը որ ֆունկցիային ստիպում է, թեկուզ եւ եթե հանդիպել է return, կարծեմ, եթե հանդիպել է return գնա առաջ, դա ինձ թվում է, որ հիշեք վանին հարցնեք, կասի կամ երևի ես եմ սխալ հիշում, բայց ինչ որ մի նմանատիպ գործիք ֆունկցիան ունի, չեմ ուզում էլ ուղղակի ծարաբեռնեմ կամ հիմա նայենք միասին, որ հասկանանք, այս ինչը որ մենք այսօր անցել ենք, բավականին ծանր ինֆորմացիա է, բայց շատ հեշտ, որովհետեւ հեսա վիդեո դասներ արել եմ, ես վիդեո արել եմ, ինձ թվում է ինքը լավ կլինի, ձայնի առումով էլ ուրեմն ֆունկցիան ստեղծեցինք, մեջը գործողությունները արեցինք, դրսից իրան կանչելու ձևը սովորեցինք փակագծերով պարտադիր, return-ի դեպքում մենք պետք է օգտագործենք console log, որովհետև return-ը վերադարձնում այլ ոչ թե տպում, ինքը ոնց որ այս կանչը դառնում է այն, ինչը որ ստեղ ստացվում է վերջում, return-ից հետո եթե կա, հա, եթե կա ինչ-որ մի հատ բան փոխանցել ենք դուրս ֆունկցիայից, արդեն հասանելի կլինի իր կանչից հետո կամ console log-ում կամ կարանք փոփոխականի մեջ կանչենք ֆունկցիան, հա, ու ունենանք այդ փոփոխականի մեջ արդյունքը, այն ինչ որ ուղարկել է մեզ return-ը։ Okay, այդ մասով մենք ինչ որ մասով արդեն ծանոթացանք մի քիչ ավելի բարդ գործողություններին, ֆունկցիայի ներսում, պարամետրերին, նորից նշեմ, որ կարանք լինեն մի քանիսը, ֆունկցիան ինչ թվում է, ինչքան ուզես կարաս էլի, sense A, B, C, D, E, G, հա, ինչքան ուզեմ կարամ փոխանցեմ ֆունկցիային պարամետրեր։ Ուղղակի պրակտիկայում այդքան շատ պարամետրեր մեր ֆունկցիաները չեն էլ սպասում։ Հարցեր ունեք, ժողովուրդ։ Վիդեոն կա, պետք է նայեք, նորից, որ Վահանը հարցեր տա, հուսով եմ կպատասխանեք։ Okay, է։ Հարցեր։ Վրեժ։ Հասկացել ես վրեժ։ Միլենա։ Okay, չէ, այն պահից հետո որ չէր գուշակում ոնց պետք է անես, հիմա արդեն པարզ դարձավ, չէ՞ մի քիչ։ Okay, Վահանը ձեզ ինձ թվում է տնային առողջը դրան կուղարկի, որովհետև ես կասեմ, որ վիդեո դասով եղել ու պլյուս մինուս մոտավոր նորմալ դաս եղել ֆունկցիաների վերաբերյալ ու խնդիրներ ինձ թվում է տունը արդեն կկարողանանք լուծել, կասեմ ինչ աշճանի եմ բացատրել ֆունկցիաները, որ մոտավոր պատկերացնի ինչ տնային աշխատանքներ տա ձեզ։ Դե այսօր այսքանը, հաջորդին արդեն ինձ թվում է Վահանի հետ կլինեք, կհանդիպեք իրան միանգամից համեն հին, ինչը որ քննության ժամանակ չեք կարողացել նորից հիմա ժամանակ ունենաք պարապելու, որովհետև ինձ թվում է Վահանը անպայման կհարցանի, որ հասկանա դուք ձեր բացերը վերացրել եք թե չէ, դե ով որ ունեցել է, ով որ հարցերը պատասխանելուց մի քիչ թերացել է կամ բաներ եկել է մոռացել է, դրանք պարտադիր պետք է վերհիշեք, որովհետև այս պայից ֆունկցիաներ ու հետո ավելի մի քիչ բարդ է լինելու, պետք է հասկանաք, հասկանալով շատ աշխատելով գնաք առաջ, որ ստացվի, հա, որովհետև ֆունկցիաները հիմա օրինակ ֆունկցիաների վերաբերյալ այն ինչ ծավալի նյութ որ դուք իմաստացել եք ինքը միգուցե ծանր է, բայց ինքը ծրագրավորման ոլորտում որպես նայենք ինքը շատ քիչ ինֆորմացիա է, պետք է որ մի քիչ շատ աշխատեք, տվածս ինֆորմացիան կհասկանաք, որ այդքան էլ շատ չի, մյուս 10-ին ավելի շատին գծեք ու այդպես ավելի արագ կգնաք, հա, առաջ։ Ինքը հավես է, կարաք փորձեք դուք ձեր ֆունկցիաները ունենաք, ինչ որ չգիտեմ, քաշ ստանա, բոյ ստանա ու մարդու զանգված օրինակ հաշվի, հա, ինչ որ չգիտեմ, ֆիզիկայի ինչ որ հաշվարկանում, ինչ ուզենք, կարանք մեր ֆունկցիայով ստեղծենք։ Այսօր այսքանը երեխեք, վիդեոն կփորձեմ շատ շուտ հիմա ես գցեմ YouTube-ում որ ունենաք, կարաք հիմիկվանից աշխատեք, ժամանակ որ գտնեք, աշխատեք, փորձեք ինքնուրույն որ մի քիչ ավելի լավ լինի
Վահանը արդեն մյուս դասից կմիանա ձեզ կհարցնի, կուրախանամ, որ կարողանաք ֆունկցիայի վերաբերյալ ինչը որ անցել ենք բացատրեք, այսինքն իր կառուցվածքը, պարամետրի կարևորությունը, պարտադիրությունը, այսինքն պարտադիր ունենա թե չէ, եթե ունի իր հասանելիությունը, հա տեսանելիության դաշտը ներսի փոփոխականի դրսի հետ կապված է, վերադարձնելը ու տպելը գործողություններ անել է իր մեջ։ Շատ ուրախ կլինեմ, որ այդքանը շատ ասեցի, շատ խոսացի, բայց ուրախ կլինեմ, որ այդ ամեն ինչը կարողանաք իմանաք ու Վահանին ասեք։ Ապրեք շատ, որ հարցեր չունեք, այսօր էսքանը։ Շատ հաջողություն։ Ստեսություն, Ստեսություն։ ստեսություն, երեխեք։